Պետությունը հնարավորություն է ընձեռել մեղվաբույսերին փոխհատուցման եղանակով 2 տարում ձեռք բերել առնվազն 10,000 մեղվաընտանիք։ Փորձնական ծրագրի նպատակն է զարկ տալ մեղվաբուծության զարգացմանը։ Հսկայական չիրացված ներուժ ունենք, ասում է էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը։ Ծրագրով մեկ մեղվաընտանիքի մեղվափետակով ձեռք բերելու արժեքը գնահատված է առավելագույնը 80,000 դրամ, պետությունը 50%-ի գումարի հետ վերադարձ է իրականացնում։ Ծրագիրը կխթանի սահմանամերձ բնակավայրերի բնական կերհանդակների այլընտրանքային օգտագործումը, կբարձրացնի մեղվաբուծական տնտեսությունների եւ արտադրվող մեղրամթերքի մրցունակությունը։ Ծրագրին կարող են մասնակցել թե սկսնակ, թե փորձառու մեղվաբույսները, պայմանով որ ձեռք են բերելու նվազագույնը 10, առավելագույնը 50 մեղվաընտանիք։ Մեղվաընտանիքները պետք է լինեն առողջ, երիտասարդ մեղվաընտանիքներ, իսկ մեղվափետակները պետք է լինեն գործարանային արտադրության եւ նոր մեղվափետակներ։ Ծրագրով նախապատվությունը կտրվի սոցիալական աջակցություն ստացող եւ երիտասարդ ընտանիքներին, զինվորական պարտականությունների կատարման ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիներին։ Վերջի տարիներին նկատվում է, որ ոլորտը գնում է երիտասարդեցման։ Ծրագրին արդեն բազմաթիվ դիմողներ կան բոլոր մարզերից, այն կիրականացվի մինչև 2026 թվականը։ Վերջին տարիներին նվազել է մեղրի կամ մեղրից պատրաստված այլ արտադրանքի ներմուծումը, ավելացել արտահանումը։ Արտահանման աշխարհագրությունը լայն է Արաբական Միացյալ Էմիրություններ, Ճապոնիա, Չինաստան, Եվրամիության եւ այլ երկրներ։ Արտահանում է գնում ոչ թե դրսից ներկրված մեղրը, այլ արտահանվում է հիմնականում մեր Հայաստանի Հանրապետությունում բարձր որակական հատկանիշներ ունեցող մեղրը։ Նախարարությունը նաև աշխատանքներ է տանում մեղվաբուծության ոլորտին տոհմային տնտեսության կարգավիճակ տալու ուղղությամբ, ինչը կխթանի արտահանումը։ Մեղվաբուծությունը զարգացնելու համար միայն այս ծրագրով չեն սահմանափակվում։ Կարող են մեղվաբույսները օգտվել նաև լիզինգի աջակցման ծրագրից, որտեղ որ ներառված է նաև մեղվաբուծության ոլորտը եւ մինչեւ 1 միլիարդ դրամի սահմաններում տնտեսվարողները կարող են ձեռք բերել մեղվաբուծության համար նախատեսվող սարք-սարքավորումներ, ինչպես նաև մեղվափետակներ։ Ծրագրեր են իրականացվում օրգանական մեղվաբուծության զարգացման ուղղությամբ։ Վրհյուր Մկրտչյան, Էդմոնդ Հակոբյան, լուրեր։